Բարի երեկո, դուք դիտում եք հարցազրույցը, այսօր զրուցելու եմ Արագածոտնի թեմի Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փարեն Քահանա Առաքելյանի հետ։ Օրհնեցեք Տեր հայր։ Աստված օրհնի։ Տեր հայր, հայտնի դարձավ, որ Վեհափար Հայրապետի 68-ամյա եղբորը եւ նրա որդուն ձերբակալել են, արդեն դիմել են կալանքի միջնորդությամբ եւ ում դիմումի հիման վրա են նրանց ձերբակալել Արամ Զավենի Սարգսյանի կուսակցության Հանրապետություն կուսակցության Վաղարշաբաթ համայնքի տեխնացու Հովհաննես Մկրտչյանի, իբրև թե նրանք փորձել են խափանել նախընտրական քարոզչական ինչ-որ գործողություններ։ Բայց հաշվի առնելով Վեհափարի Մայրաթորի եւ Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված այս քարոզարշավը, սա ինչ է իսկապես Հարություն Մկրտչյանին մտահոգել է, որ նախընտրական քարոզչությանն են փորձում խոչընդոտել, թե սա տեղավորվում է հակա եկեղեցական այս արշավի մեջ, թե այնուամենայնիվ քաղաքական նրբերանգներ ունի։ Մենք չենք հասցնում հետևել իրադարձություններին։ 24 ժամ չի անցել այս դեպքից, որ տեղի է ունեցել։ Հիմա թե ինչ նկատառումներով են մարդիկ դիմել ոստիկանություն կամ քննչական կոմիտե, ես չգիտեմ, դիմողին պիտի հարցնենք, բայց այն, որ համացանցում տեսանյութ տարածվեց, որտեղ պարզ երևում է, որ մարդիկ ուղղակի զրուցում են։ Վեհափար Հայրապետի եղբայրը եւ եղբոր Զավակը զրուցում են, ես ինքս դիտել եմ այդ տեսանյութը եւ այնտեղ որևէ բան չեմ տեսել։ Թե ինչ նկատառումներով են արել, ինչ նպատակներ ունեն, ես ինքս չեմ կարող ասել, բայց որ այսօր շատ հեշտ է մարդը ձերբակալվում եւ անազատության մեջ հայտնվում, դա կարող ենք արձանագրել։ Այսինքն ոստիկանական տերոր է։ Ես չեմ կարող բնութագրել ինչ է։ Այսօր շատ դյուրությամբ մարդիկ հայտնվում են անազատության մեջ, օրինակը 3 սրբազան հայրերն են, 1 Տեր հայրը եւ շատ մարդիկ, ովքեր իրենց ազատ կամքը եւ ազատ խոսքն են արտահայտել։ Նաեւ ձեր ազատ տեղաշարժի իրավունքն էին ոտնահարում, երբ փորձում եք սաղմոսավանք հասնել Սուրբ Պատարագ իրականացնելու համար։ Այո։ Տեր Փարեն, շատերը ասում են, որ այս իշխանությունները քիչ-քիչ մոտենում են Վեհափարին եւ հաջորդ ձերբակալվողը Վեհափարն է լինելու։ Ուժային միջամտությամբ սպասում եք նման գործողություններ։ Տեսեք հունիսի եւ իր իշխանության կողմից։ Տեսեք հունիսի 27-ին դրա ականատեսը եղանք, որ ուժայիններով մուտք էին գործել Մայր Աթոռի բակ, մեր բոլորի հոգևոր տուն, ճիշտ է, Միքայել Սրբազանը այդտեղից չգնաց, ինքը իր ոտքով գնաց։ Ուզում եմ ասել, որ դրա նախադեպը կա, բայց այնուամենայնիվ մենք լիահույս ենք, որ հայ մարդը այդ քայլին չի դիմի։ Ուժայինները դիմեցին, եղան ուժայիններ, որոնք նախադեպը եղել է հունիսի 27-ին, Միքայել Սրբազանի ձերբակալության օրը, բայց թե կլինի, թե չի լինի, ես ինքս որպես հայ հոգևորական չեմ ուզում հավատալ, որ հայ մարդը լինի ոստիկան կամ ազգային անվտանգության ծառայության աշխատակից կամ այլ պաշտոնյա մարդ այդ քայլին կդիմի։ Իսկ եթե դիմեցին, ինչ է մեզ սպասվում։ Տեսեք, ես չեմ ուզում եթե բառը օգտագործել։ Եթե դիմեցին, ամեն դեպքում լավ բան չի սպասվում։ Բայց այնուամենայնիվ մենք ասում ենք, որ Վեհափար Հայրապետը ազգընտիր հայրապետ է եւ Վեհափար Հայրապետը հայ ժողովրդին, հայ եկեղեցուն եւ Աստծուն ծառայելու է ցմահ, մինչեւ իր մահը։ Եվ Վեհափար Հայրապետը որտեղ էր որ լինի, ինքը Վեհափար Հայրապետ է։ Բանտում լինի կամ խոր վիրապում լինի, որևէ դժվար կամ պալատական տեղ լինի, Վեհափար Հայրապետը Վեհափար Հայրապետ է։ Բայց ես ուզում եմ նորից շեշտել եւ հորդորել նաեւ այն մարդկանց, որ միգուցե իրենց մտքի մեջ այս քայլը կա, այդ քայլին չդիմեն։ Որովհետեւ մենք շատ հաճախ բացառում ենք Աստծո ներկայությունը մեր գործողությունների մեջ։ Իմանանք նաեւ, որ կա Աստծո պատիժը։ Իմանանք նաեւ, որ կա Աստված, որ ամեն ինչ տեսնում է։ Եվ մենք Աստծո օծյալներ ենք եւ նամանավանդ Վեհափար Հայրապետ Աստծո օծյալ է։ Դուք խոսեցիք այն մասին, թե որքանով արձագանքը կլինի Նիկոլ Փաշինյանի այս գործողությունների եւ հույս հայտնեցիք, որ հայ մարդը այնուամենայնիվ հետ կմնա այդ քայլից։ Անդրադառնանք Հովհաննավանքին, Կիրակի օրը տեղի ունեցած երկրորդ կեղծ պատարագին,
Մարդկանց քանակը ինչի մասին է խոսում, մարդիկ աջակցում են, նույնիսկ ԿՊՀ-ականները աջակցում են Նիկոլ Փաշինյանի այս հակաեկեղեցական արշավը։ Տեսեք, տարիներ շարունակ մենք պատարակներ ենք մատուցում եւ ելի պիտի մատուցենք։ Եվ երբեք ու երբեք մենք մարդկանց կամ հերոստադիտողին կամ ընդհանրապես հետևող մարդկանց չենք ցույց տվել, չենք բարձեցել, թե տեսեք ինչքան մարդ ունենք մեր պատարակին մասնակցող։ Որովհետև պատարակ այն սրբություն սրբոցն է, որ պիտի այսքան չարծարծվի։ Ցավոք սրտի, վերջին օրերին այս երկու անցած կիրակիների հետևանքով պատարակը երկու ստեկ տարբեր կողմերից արծարծվում է։ Ես ուզում եմ նախընտրել բոլորին, որ պատարակի մասին խոսելիս շատ զգույշ խոսեն, որովհետև պատարակը մեր Տեր Հիսուս Քրիստոսի մարմնի եւ արյան բաշխումն է ժողովրդին։ Իսկ ինչ վերաբերում է ձեր հարցին, թե մարդկանց քանակը որքան էր, շատ էին, թե քիչ էին, ես գհորդորեմ, ուղղակի կուզեմ նորից հորդոր այն մարդկանց, ովքեր իրենց կամքով չեն եկել այդ միջոցառմանը, որ իրենք պատարակ են կոչում։ Ինչու ենք ասում միջոցառում եւ ոչ պատարակ, որովհետև այդ միջոցառումը իրականացնում է, անցկացնում է արդեն կարգալույց եղած նախկին հոգևորական։ Եվ մենք հորդորում ենք մարդիկ քայլ անելուց առաջ իրենց խղճին հետևեն, որովհետև տեսեք, երբ որ լրագրողները հարցնում են, թե ինչ տոն է այսօր, ինչ է պատարակը, ինչի համար եք եկել, ցավի սիրտ մենք արձանագրում ենք, որ այդ մարդիկ սկի չգիտեն, թե ինչ է պատարակը, ինչի համար են եկել։ Կամ ասում են սրբագործվում ենք, կամ ասում են ազատագրում ենք, ինչն ենք ազատագրում, ինչն ենք սրբագործում։ Հարցեր են, որ այդ արտահայտությունները, անողները պիտի տան, պատասխանները այդ հարցերի պիտի տան։ Այդ մարդիկ նաև համացանցում հայտարարում են, որ ամենայն հայոց կաթողիկոսը վեհափառ հայրը սատանա է, նրան անունով են դիմում, կտրիչ են անվանում։ Այսինքն այդ մարդիկ ունեն արդեն ձևավորված որոշակի պատկեր, հա, իրենց ուղեղում։ Տեսեք, կան կարմիր գծեր, որոնք չպիտի անցնեն, բայց ցավոք սրտի վերջին շրջանում տեսնում ենք, որ այդ կարմիր գծերը հատվել են։ Մենք հոգևորականներս, երբ որ ձեռնադրվում ենք, օծվում ենք Սուրբ Սեղանի վրա, մեզ մեր հոգևոր ծնողը, ձեռնադրող եպիսկոպոսը անուն է տալիս։ Եվ ես ձեզ հավատացնում եմ, որ նույնիսկ իմ մանկության ընկերները, իմ ընտանիքի անդամները, իմ ծնողները, ինձ այլևս իմ ավազանի անունով չեն դիմում։ Որովհետև այնքան հարազատ է դարձել մեր անունը մեզ համար, որ մեզ մեր ավազանի անունով չեն դիմում։ Էլ ուր մնաց ամենայն հայոց հայրապետին։ Երբ որ մենք զրուցում ենք մարդկանց հետ, ասում ենք, տեսեք, քննարկելու բան ունեք, խոսելու բան ունեք, հարգանքը պահեք։ Խոսեք ասելով վեհափառ հայրապետ, Գարեգին II, ամենայն հայոց կաթողիկոս։ Որևէ մեկը այդ մարդկանց թույլ չի տվել վեհափառ հայրապետին կոչել ավազանի անունով։ Որովհետև դա մենք նկատում ենք իբրև վիրավորանք։ Եթե ուզում են մեզ հունից հանել, չարաչար սխալվում են, որովհետև հայ հոգևորականը, հայ եկեղեցին երբեք հունից չի դուրս գալիս։ Հունից մենք դուրս չենք գալու։ Այս դեպքում ինչպես հակազդել բոլոր կարմիր գծեր անցած այս մարդկանց կամ այդ ամբոխին, որը այսօր իշխանություն ունի եւ որը նաեւ ամբողջությամբ տիրապետում է ուժային համակարգին, իրավապահ համակարգին։ Այս դեպքում մենք աշխատում ենք այն մարդկանց հետ, ովքեր որ ազդվում են իրենց խոսույթից։ Եվ մենք պատրաստ ենք նաեւ իրենց հետ էլ աշխատել։ Երբ որ իրենք դարձի գան, երբ որ իրենք ներողություն ասեն։ Բայց նախ եւ առաջ դարձի պիտի գան ու ներողություն ասեն։ Ապաշխարեն։ Ապաշխարեն։ Դա ուղղակի բառեր չեն, որ մենք ասում ենք։ Ապաշխարեն։ Շատ են վերջին շրջանում այսպես ցիտում կանոնագիր հայոցից, չէ՞։ Կանոնագիր հայոցի մեջ շատ ու շատ մեթոդներ կան ապաշխարողների համար։ Ընդհուպ մինչև հաղորդությունից զրկելը։ Ընդհուպ մինչև թույլ չտալ տարիներով եկեղեցի մտնելը։ Եկեղեցու գավթում պատարակի ընթացքում այդ արարողությանը, սրբազան արարողությանը մասնակցելը։ Բանադրանքը նաև, եթե չեմ սխալվում։ Այո, բանադրանք էլ կա։ Շատերի մոտ հարց է առաջանում, ինչու չեն բանադրում այս իշխանություններին։
Տեսեք, բանադրանքը ամենավերջին քայլն է, որ եկեղեցին իրականացնում է։ Այսինքն իրենք բոլոր գծերը չեն հատել, դեռ էլի գծեր կան հատելու, որ այդ վերջին քայլին եկեղեցին։ Ես չգիտեմ բոլոր գծերը հատել են թե չէ, բայց որ շատ կարմիր գծեր հատվել են, դա փաստ է։ Բայց նաև մարդը հնարավորություն ունի հետ կանգնելու։ Եվ մենք մեր վարք սուրբերի մեջ, Սուրբ գրքի մեջ ունենք օրինակներ, որ մարդիկ հետ են դարձել։ Եվ եթե ուզում են հետ դառնան, թող հետ դառնան։ Երբ որ ես Facebook-յան գրառումներ էի անում, վերջում գրեթե միշտ հետևյալ նախադասությունն էի գրում. ափսոս եք, ձեզ մի վնասեք։ Հիմա էլ ենք ասում, ափսոս եք, ձեզ մի վնասեք։ Որովհետև վեհափար Հայրապետը ինքը իր խոսքի մեջ 2023 թվականին պատրաստակամությունը հայտնել հանդիպելու բոլորի հետ, եթե մարդը հայ է, ուրեմն ինքը հնարավորություն ունի դարձի գալու։ Տեսեք, մի շատ վատ երևույթ է տարածված մեր մեջ։ Կարծեք թե, չգիտեմ որտեղից, չգիտեմ ինչից դրդված, միշտ մարդկանց 2 կամ 3 մասի են բաժանում։ Նախկիններ եւ ներկաներ, սևեր, սպիտակներ, սփյուռքահայեր, հայաստանցիներ, արցախցիներ, հայաստանցիներ։ Ես ուզում եմ ասել, որ չկա նախկին ներկա, կա մարդը միշտ ներկա է։ Մարդը ունի մտածելակերպ, որ իր մտածելակերպով շարժվում է։ Բայց այդ տեխնոլոգիաները շատ արդյունավետ աշխատել են ցավոք սրտի Տեր-Փարային։ Հայաստանի հասարակությունը նաև սփյուռքը ծայրահեղ ճամբարների է բաժանված, մեկը մյուսին ատում է, մեկը մյուսի հանդեպ նախնդիր է։ Ես համաձայն եմ։ Դա ոչ միայն հասարակական շերտերի մեջ է այդ բաժանումը, այլ ես կասեմ մարդկանց ընտանիքների մեջ են, բարեկամների մեջ են։ Տեր-Փարեն շատեր ասում են, որ նաև եկեղեցու ներսում չկա միասնականություն։ Ճիշտ է դա արդյոք։ Եկեղեցու ներսում միշտ եղել է միասնականություն, կա ու կլինի միասնականություն։ Եթե կան շեղվողներ, դա չի նշանակում, որ եկեղեցու միասնականությունը վերջանում է։ Շեղվողներ ուղղակի դուրս են գալիս եկեղեցի փրկության տապանի միջից։ Եկեղեցու մեջ միաբանություն կա, եղել է ու կլինի վեհափար Հայրապետի գլխավորությամբ, որովհետև մենք համախմբվում ենք Սուրբ Սկիհի շուրջը, Հիսուս Քրիստոսի շուրջը։ Մենք բոլորս հավատում ենք Սուրբ Երրորդությանը, եւ մեր հայրը ամենայն հայոց կաթողիկոսն է, եւ չի կարող միաբանություն չլինել։ Եթե մարդ կա, ով շեղվում է, նրանով ինքը չի վնասում միաբանություն, ինքը դուրս է գալիս։ Իհարկե վերք է թողնում, բայց ինքը դուրս է գալիս եւ ինքն է տուժում դրանից։ Եվ իրեն էլ ենք ասում, ափսոս ես, քեզ մի վնասիր։ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը երեք լրագրողի հարցին պատասխան հայտարարեց, որ կարգալույծ Տեր Արամը, երբ որ իրեն Սորոսի ճուտ է անվանել, այն ժամանակ եղել է պատանդի կարգավիճակում։ Ես գրեթե 20 տարվա հոգևորական եմ եւ պատասխանատվությամբ ասում եմ, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցում պատանդի կարգավիճակում գտնվող հոգևորական չկա։ Միշտ ենք ասել ու հիմա էլ ենք ասում, հայ առաքելական Սուրբ եկեղեցում հարաբերությունները եղբայր եւ հայր-եղբայր սկզբունքի վրա են հիմնված։ Ինչ է նշանակում գտնվել է պատանդի վիճակում։ Տեսեք, մենք առնվազն 2 անգամ տարվա մեջ հնարավորություն ունենք հանդիպելու բարձրաստիճան հոգևորականների հետ, բացի մեր թեմի առաջնորդներից, որոնց հետ ամենօրյա շփման մեջ ենք։ Բարձրաստիճան հոգևորականների հետ եւ նաեւ ամենայն հայոց Հայրապետի հետ։ Եվ ազատորեն կարող ենք մեր հարցերը տալ, մեր առաջարկները ներկայացնել, նույնիսկ մեր բողոքները ներկայացնել։ Ես ինքս եւ իմ եղբայրներից շատերը ազատորեն իրենց կարծիքը արտահայտել են։ Ինչի համար մենք պատանդի կարգավիճակում չէինք եւ ներկայացնում են իբրև թե այդ անձը պատանդի վիճակում է եղել, պատանդի կարգավիճակում է եղել։ Միգուցե պիտի պատասխաներ լրագրողին պատասխանել է։ Ես չգիտեմ, բայց ես պատասխանատվությամբ ասում եմ, հայ առաքելական Սուրբ եկեղեցու հոգևորականը երբեք պատանդի վիճակում չէ։ Չկա մեզանից ազատ մարդ։ Դուք ասում եք, որ միասնականություն կա, միասին եք մի նպատակի մի օրակարգի շուրջ, բայց Հովհաննավանքի պատարագին ներկա է գտնվում նաև Տեր Թադեն, այո, Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվը։
Տեր Տարոն քահանա Հունանյանը, ինչպես է ստացվում, որ իրենք եւս ներկա են գտնվում մի պատարագի, որը կեղծ է։ Մայրաթորը որակում է որպես պղծություն։ Ես ասացի, որ միաբանություն կա, նորից պնդում եմ, որ միաբանություն կա։ Եվ ես ասացի նաև, որ կան շեղվողներ։ Իրենք այդ շեղվողներից են։ Եվ իրենց վստահ եմ կարգապահական հանձնախումբը Մայրաթոր Սուրբ Էջմիածնի կանդրադառնա եւ հավուր պատշաճի կքննվի եւ որոշում կկայացվի։ Տեր Թադեի մասով արդեն տեղեկատվություն կա, որ Մայրաթորի կարգապահական հանձնաժողովի օրակարգում է իր հարցը, բայց հայտնի է նաև, որ նաև Նիկոլ Փաշինյանն է հայտարարել այդ մասին, որ հաջորդ կիրակի պատարագ է մատուցելու Տեր Թադեն եւ Նիկոլ Փաշինյանը այս անգամ պատրաստվում է Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում այդ պատարագին ներկա լինել։ Սա ինչ որ կերպ չի նմանեցվում հայ առաքելական եկեղեցու տիրույթում գտնվող եկեղեցիների յուրօրինակ զարթման կամ օկուպացիայի։ Սկզբում Հովհաննավանքը, հիմա Թալինի Սուրբ Աստվածածինը, հետո որն է լինելու։ Տեսեք, ես իմ խոսքի մեջ ասացի, որ պետք չէ շահարկել պատարագ, բայց ցավոք սրտի շահարկվում է պատարագ։ Մենք տարիներ շարունակ, երբ որ պատարագի մասին խոսում ենք, մարդկանց ասում ենք հետևյալը. կարևոր չէ, թե ով է պատարագ մատուցում, որ քահանան է պատարագ մատուցում, լավ ձայն ունի, լավ քարոզ է խոսում, լավ տեսք ունի, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Մենք մշտապես ասում ենք, որ կարևոր է, որ Հիսուս Քրիստոս է զոհաբերվում, Հիսուս Քրիստոս է պատարագվում։ Բայց տեսեք, այստեղ նաեւ այդ սրբազան օրակարգից դուրս մտածելակերպի ենք մենք հանդիպում։ Երբեք մենք չենք գովազդում, որ տեսեք, ես եմ պատարագում, եկեք իմ պատարագին։ Իմ պատարագը չի դա։ Դա Հիսուս Քրիստոսի պատարագն է, եկեղեցու պատարագն է։ Եվ ասել, որ Տեր այսինչը, Տեր այնինչը, Տեր Թադեն այս կիրակի, անցած կիրակի կարգալույց եղած այդ անձը պատարագ են մատուցում, համեցեք, գնանք, դա արդեն իսկ եկեղեցու սրբազան ավանդությանը դեմ արտահայտություններ են։ Հիմա եթե գնաք Թալինի կաթողիկե Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցի եւ Տեր Թադեն չլինի, ուրիշ քահանա լինի, չեք մասնակցելու։ Դատելով Հովհաննավանքում այդ կեղծ պատարագին մասնակցող մարդկանց խոսույթից ենթադրում եմ, որ ոչ։ Ես չգիտեմ այդ մարդիկ ինչ են մտածում։ Եթե գնում են տվյալ մարդու համար, թող մտածեն իրենք, Աստվածապաշտեն, թե մարդապաշտեն։ Ինչ է կարծում, իրենք այդ հարցի պատասխանը չգիտեն։ Ես չգիտեմ։ Վստահ եմ ամեն մարդ իր հոգում, իր մտքում գիտի իրեն տրված հարցի պատասխանները։ Մենք պատարագի ենք գնում Հիսուս Քրիստոսի համար։ Իսկ մտավախություն չկա, որ հերթով այսպես եկեղեցիները կզավթեն, կողպեքները կփոխեն, ոստիկանական խմբեր կգցեն այդ շեղված քահանաներին կամ հուսամ ապագայում կարգալույց եղած այդ անձանց ու ինչ որ չափով կատվածահար կանեն նաև Մայրաթորի աշխատանքը մեր առաքելական եկեղեցու հետևորդներից իրավունքը կոտնահարվի գնալ ու Աստծո խոսքին հաղորդակից լինել։ Ես խղճում եմ իրենց։ Եթե ես իմանամ, որ իմ տեղաշարժը հսկում են ոստիկաններ, իմ մուտք ու ելքը հսկում են ոստիկաններ, ամբողջ հարգանքս ոստիկաններին, ես վատ կզգամ։ Ինչու՞։ Որովհետև մենք ազատ մարդ ենք, մենք ազատորեն շփվում ենք մեր հավատացյալների հետ, մենք մտնում ենք մեր եկեղեցի դուրս են գալիս։ Իսկ ձեր ասացի համաձայն այդ մարդիկ եկեղեցի պիտի մտնեն դուրս գան ոստիկանների հսկողությամբ։ Ոստիկանը պիտի բացի եկեղեցու դուռը իրենք մտնեն դուրս գան։ Ամեն մեկը չկարողանա մոտենալ իրենց։ Ես խղճում եմ այդ կարգի մեջ ապրող մարդուն։ Եթե պիտի դա ընտրեն, ուրեմն թող դա ընտրեն։ Բայց վտանգ չկա, որ դրանով նաև կխարխլեն Մայրաթորը։ Մենք 17 տարեկանից ճեմարանում ենք սովորում եւ առաջին բառերից, որ մենք սովորել ենք, փորձություն բառն է։ Եթե աշխարհիկ հասարակարգի մեջ փորձություն բառը մի տեսակ կարող է նաև վախենալու լինել, մեզ հոգևորականներիս համար այո, մտահոգիչ է, բայց վախ չի ներշնչում։ Մենք ասում ենք, որ սա փորձություն է, միգուցե մեծ փորձություն է, իսկ փորձությունը ավարտվում է։ Այս ամեն ինչը մի օր պիտի ավարտվի։ Բայց ում օգտին։ Վստահաբար եկեղեցու օգտին, վստահաբար ժողովրդի օգտին։ Հիմա ես մի շատ կարևոր բան ասեմ։ Ով պիտի պատասխան տա այն անձանց համար,
ովքեր հիասթափվել են եւ ել չեն ուզում գնալ պատարագի։ Գիտեք, որ այդպիսի մարդիկ էլ կան։ Մենք հոգեվորականները շփվում ենք հասարակության մեջ, ամենօրյա մենք ապրում ենք մարդկանց մեջ, մեր ընտանիքներով։ Եվ ես ձեզ վստահեցնում եմ, որ այդպիսի մարդիկ էլ կան։ Այսինքն ինչ որ չափով Նիկոլ Փաշինյանին իր ծրագիրը հաջողվում է։ Եթե նպատակը պառակտելն է, եթե նպատակը մարդուն եկեղեցուց կտրելն է, ապա այո։ Ով պիտի պատասխան տա, տեսեք, շատ հաճախ թաքնվում են մարդկանց թիկունքում, բայց Աստվածաշունչը մեզ այլ բան է սովորեցնում, Հիսուս Քրիստոս այլ բան է սովորեցնում, որ բարի հովիվը պիտի արջևից ընթանա։ Բայց տեսեք, իրենք անընդհատ ժողովուրդը այս է ուզում, ես էլ հարց եմ տալիս, ով պիտի պատասխան տա այն մարդկանց արցունքների համար, այն մարդկանց մտահոգությունների համար, այն մարդկանց, չգիտեմ, փնտրտուքների համար, ովքեր միշտ պատարագի են մասնակցել եւ այսօր պատարագի չեն մասնակցում։ Կամ ես ուզում եմ Հովհաննավանքում պատարագի մասնակցել, բայց ոտք չեմ դնի այնտեղ, քանի դեռ կարգալույծ ինչ որ անց իրեն երևակայում է քահանա։ Ով պիտի պատասխան տա այն պսակվող զույգերի համար, ովքեր նախապես ամրագրել են Հովանավանքում իրենց պսակը եւ չգիտեն գնան թե չգնան։ Գիտեք, որ զույգեր կան եւ մկրտվողներ, որ այլ եկեղեցի են գնում։ Հիմա մենք անընդհատ խոսում ենք իրավունքներից, բա այդ մարդկանց իրավունքները ով պիտի պաշտպանի։ Մենք ենք չէ շփվում, գիտենք, ով պիտի պաշտպանի։ Եվ գիտեք, երբեմն ես անպայման ուզում եմ սա շեշտել, երբեմն եկեղեցուն ներկայացնում են ընդդեմ գաղափարը կրող կառույցի։ Եկեղեցին երբեք ընդդեմ գաղափարը կրող կառույց չի եղել։ Եկեղեցին ընդհակառակը հանուն գաղափարը կրող կառույց է, Աստվածահիմն, Աստվածաստեղծ կառույց է։ Միգուցե խնդիրն էլ դա է, հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն հայ ժողովրդի, հանուն հայոց պատմության։ Միգուցե խնդիրը հենց դրանում է։ Հանուն Աստծո, հանուն Արցախի, հանուն այն մարդկանց, ովքեր անազատության մեջ են գտնվում, նաև թշնամու հակառակորդի բանտերում, հանուն մեր մշակութային ժառանգության, հանուն մեր զոհերի, հանուն այն գերեզմանների, որոնք այցելու չունեն, խունկ ծխեցնող չունեն, երբ որ մենք եկեղեցին հանուն այս սրբությունների խոսում է եւ դիմացը մարդ է դուրս գալիս, թող ինքը չասի, որ եկեղեցին ընդդեմ է, միգուցե դու ես ճիշտ ճանապարհով գնացող եկեղեցու արչև դուրս գալիս եւ քեզ թվում է թե ընդդեմ է եկեղեցին։ Դե քարին, միգուցե դա հակասում է Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգին, միգուցե պատճառը դա է։ Խաղաղություն բառը թող շատ չգործածեն, խաղաղություն բառը առաջինը եւ միշտ եկեղեցին է գործածում։ Եթե իրենք պատարագի են գնում, կամ առհասարակ մենք բոլորս պատարագի ենք գնում, մասնակցում, անընդհատ խաղաղություն ամենեցուն բառն է օգտագործում պատարագիչ քահանան։ Հիսուս Քրիստոս է առաջին խաղաղությունն ասել, ուրեմն թող չմեղադրեն մեզ, ասելով, որ եկեղեցին կարծեմ թե այսպիսի գաղափար կա, եկեղեցին խաղաղության օրակարգին դեմ է։ Եկեղեցին միշտ խաղաղություն քարոզող է եղել։ Եկեղեցին միշտ պետությունը օրհնող է եղել։ Եկեղեցին, գիտեք, ունի մի կարգ, որ կոչվում է հանրապետական մաղթանք, որ կատարվում է անկախության տոներին, օրերին, որ օրհնվում է պետությունը։ Եկեղեցու սրբազան արարողության մեջ, պատարագի մեջ կա մի հատված, որ օրհնվում է հայ ժողովուրդը եւ հայոց պետականությունը։ Այսինքն այդ դիսկուսն էլ է կեղծ, որ առաջ են քաշել, որ հայ առաքելական եկեղեցին դեմ է պետականության։ Առաջինը պետությունն է, երկրորդը եկեղեցին։ Եկեղեցու համար այս օրակարգը երբեք չի եղել։ Եվ այնքան սրբազան է եղել եկեղեցու համար այս մոտեցումը, որ նույնիսկ սրբազան պատարագի մեջ կա այս պահը, որ քահանան օրհնում է, Աստծուն խնդրում է, որ անսասան, շեն եւ խաղաղ պահի պետությունը հայոց աշխարհը։ Նայեք, անսասան, շեն եւ խաղաղ։ Դեմ են մարդիկ այս անսասանությանը, շենությանը եւ խաղաղությանը։ Ուրեմն խնդրում եմ մարդկանց թող որևէ ուժեր, որևէ մարդիկ չշեղեն, ասելով, որ եկեղեցին դեմ է խաղաղությանը։ Տեր Փարան, եւ մեր զրույցի վերջում, ամփոփելով մեր զրույցի իհարկե, հետաքրքիր իմանալ ձեր կարծիք, այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանի կռիվը, կոպիտ ասած, վեհափառ հայրապետի դեմ է, թե հայ առաքելական եկեղեցու։ Ես ձեզ այդ հարցին հարցով պատասխանեմ։ Ես մի անգամ օրինակ տվեցի
եթե ես մտնեմ մի ընտանիք ու ասեմ, որ ես ընտանիքի դեմ չեմ, այլ ընտանիքի հոր դեմ եմ, դա չի նշանակի արդյոք, որ ես ընտանիքի դեմ եմ։ Սա մեկ, երկրորդ, եթե ես միայն վեհապար հայրապետի դեմ եմ, ինչի համար մի օրում ամբողջ թեմը գլխատեցի։ Ինչի համար մի օրում թեմի առաջնորդի հետ գրեթե 20 քահանաներ տարվեցին քննչական կոմիտեներ։ Ինչի համար են այսօր 3 եպիսկոպոսներ եւ 1 տերհայր հոգեվորականներ գտնվում անազատության մեջ։ Այս հարցերին երբ որ պատասխան կտան, թող այն ժամանակ էլ ասեն, անձի դեմ է թե եկեղեցու դեմ։ Եվ գիտեք, սա էլ է կեղծ օրակարգ, անձի դեմ է, եկեղեցու դեմ չէ։ Չկա այդպիսի բան։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, Տեր Հայր։ Ես եմ շնորհակալ։ Այսօրվա իմ հյուրն էր Արագածոտնի թեմի Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փարեն Քահանա Առաքելյանը։ Դուք դիտում եք հարցազրույցը, հաջողություն։